Փարամազը կախաղան բարձրանալուց առաջ գոռում էր «Կեցցե անկախ Հայաստանը»։ Այդ թյուր կարծիքից մենք պետք է մեկընդմիշտ հրաժարվենք, թե Հայաստանի անկախություն 1918 թվականին ուղղակիորեն պատահական երևույթ էր, ոչ, հայոց պատմությունն ավելի ճիշտ է եւ իրական Հայաստանը դա մեր պատմական հայրենիքն է իր ամբողջության մեջ։ Վարչապետը եւս հետաքրված էր մեր հատորներով, նաեւ այս վերջին հատորները նա ցանկացավ, ուղարկեցինք, ծանոթացավ եւ թերևս այսպես միակ դիտողությունը, որ արվել էր նրա կողմից, դա իրական եւ ոչ իրական Հայաստանի հակադրության հարցն էր։ Հայոց պատմություն ասելով բացարձակապես Խորենացին, Ագաթանգեոսը, Բուզանդը, չգիտես Ղազար Պարպեցին նկատի չեն ունեցել բնավ հայերի պատմությունը, նկատի են ունեցել Հայաստանների պատմությունը, որ այդ արմատներին վերադառնալու այսօրվա, այսպես ասած, տենդագին պայքարն է, որ Թուրքիան մղում է, որտեղ մենք այդ սեպի մի կտորը դեռ մնացել է հայկական, նկատի ունեմ Սյունիք, Զանգեզուրը, եւ բնականաբար նրանք ամեն կերպ փորձում են այսօր այդ միջանցքը բացել եւ թուրքական արմատներին վերադառնալ։ Իրական Թուրքիան բավորն է այդ դեպքում։ Իրական Թուրքիա չկա։ Իրական Թուրքիան Ալթայի երկրամասն է։ Ես կառաջարկեի ադրբեջանցի ճակերտյալ գիտնականներին ցույց տամ մի քարտեզ, որ ներկա Ադրբեջանի վրա գետ մի քարտեզ, որի վրա գրված է Ադրբեջան։ Ճանապարհ տրամադրելով Ադրբեջանին, այդ գոնե օգոստոսի 8-ի համաձայնագրով, որ Վաշինգտոնում կնքվեց, ճանապարհ ենք ապահովում ադրբեջանցիներին դեպի հանիրավի մեզնից պոկված, գրավված պատմական Նախիջևան նահանգի եւ Ադրբեջանի մնացյալ մասի միջև։ Մի քանի տասնյակ քարտեզներ ես կարող եմ տրամադրել թուրքական օսմանյան տպարանում տպագրված, սկսած 18-րդ դարից, որոնց վրա իրենց ձեռքով գրված է Էրմենիստան։ Այն, որ Բաբ թագավորի անձի կերպարի նկատմամբ վարչապետի կողմից կա ընդգծված համակրանք, սա փաստ է։ Ինչ կասեր Տիգրան Մեծը, եթե տեսներ Նիկոլ Փաշինյանին։ Բնականաբար Տիգրան Մեծը կմեղադրեր մի ամբողջ սերունդների, որոնց մեջ նաև մենք բոլորս ենք, մինչև կհասներ այսօրվա իրականություն։ Ինչ է ընդհանրապես պատմությունը որպես գիտություն եւ երևույթ եւ ինչու են պատմական իրադարձությունների, պատմական փաստերի մասին այդքան հաճախ հիշում եւ կարեւորում քաղաքական քննարկումների համատեքստում։ Ինչու են հայոց պատմության դպրոցական դասագրքերը վերանվանում Հայաստանի պատմություն եւ սա ինչ վտանգներ է պարունակում մատաղ սերնդի ոչ միայն կրթության, այլև քաղաքացիական ու հայրենասիրական դաստիարակության, ազգային ինքնության ու հիշողության պահպանման համար։ Ինչու է պատմական Հայաստանը հակադրվում ներկա Հայաստանի Հանրապետությանը եւ որոնք են հայոց հայրենիքի իրական սահմանները, որն է ի վերջո իրական Հայաստանը։ Ողջույն, ես Արամ Սարգսյանն եմ, թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօրվա մեր հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչպես տեսնում եք, արդիական պատմագիտական ու պատմաքաղաքական հարցերը շատ են, կուզեմ սկսել հետևյալից։ Հավանաբար նկատել եք, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց սոցցանցերում հայտնվել են ադրբեջանական ճակերտավոր բլոգեր պատմաբաններ, որոնք ամեն գնով խեղաթյուրում ու նսեմացնում են Հայաստանի նորագույն պատմություն եւ ընդհանրապես հայոց պատմության տարբեր փաստեր, թե իբր օրինակ 1918 թվականին հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը անկախության հռչակագիր չի ունեցել։ Ես կխնդրեմ սկսել այս հարցից եւ պարզաբանել պատմության այս դրվագը, ինչպես է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը եւ ինչպես է ընդունվել անկախության հռչակագիրը։ Ճիշտ եք ասում, որ այո, իրենց նվաճողական քաղաքականությունը տարածաշրջանում արդարացնելու համար, այսպես ասած, գաղափարապես նախապատրաստել են ադրբեջանցիներն ու թուրքերը իրենց քայլերը եւ բնականաբար տանդեմ գոյություն ունի թուրք-ադրբեջանական։ Ադրբեջանն ուղղակիորեն կրկնում է այն ամենը, ինչ որ պատմականորեն այս վերջին գոնե 100-ամյակի ընթացքում իրականացրեց Թուրքիան, տառացիորեն Ադրբեջանը կրկնում է այդ եղածը։
1918 թվականի հետ կապված այսօր էլ պատմագիտության մեջ եւ քաղաքական շրջանակներում կային թյուր կարծիքը, թե 1918-ի մայիսի վերջին Հայաստանի Հանրապետության ստեղծումը դա ուղղակի պատահականություն էր, միայն պայմանավորված էր ցարական Ռուսաստանի փլուզումով եւ դրա արդյունքում սկուտեղի վրա մեզ մատուցվեց այդ անկախությունը, մինչդեռ դա այդպես չէ, որովհետեւ մեր ազգային քաղաքական կուսակցությունները դեռ 19-րդ դարի վերջից թեպետ իրենց քաղաքական ծրագրերում հստակ չէին դնում անկախության խնդիրը, այլ առաջին հերթին դնում էին հայկական հարցի լուծման խնդիրը, սա շփատականություն չէր, որտեղ լավ էին հասկանում, որ նախ պետք է ձերբազատվել օտար տիրապետությունից, հատկապես խոսքը Օսմանյան տիրապետության տապալման մասին էր, որից հետո արդեն պետք էր մտածել նաև սոցիալական պետություն ստեղծելու մասին։ Այս երկու խնդիրը միաժամանակ կյանքի կոչել հնարավոր չէր, դրա համար հայկական հարցի լուծում ասելով մեր քաղաքական կուսակցությունները առաջին հերթին դրա տակ հասկանում էին անկախ պետականության ստեղծման խնդիրը, թեպետ Հնչակյանների ծրագրում որպես հեռավոր մի ծրագիր խնդիր դրվում էր նաև կոնկրետ Հայաստանի 3 մասերի միավորման խնդիրը, խոսքը Ռուսահայաստան, Պարսկահայաստան եւ Թուրքահայաստան, այսպես կոչված ժամանակի տերմինով ասած, 3 հատվածների միավորումն էր։ Տաճկահայաստանի մասին է խոսքը, այո, ինչպես ժամանակին ասվում էր։ Բայց տեսեք, որ գաղափարապես աստիճանաբար քաղաքական միտքը տրամադրում էր դեպի անկախությունը եւ դա պատահական չէր, եւ երբ որ 1915 թվականի մայիսի 6-ին հայ կամավորական ջոկատները Արարատյան գունդը ռուսական զորքերի հետ միասին մտավ Վան, ազատագրեց Վանը եւ այնտեղ սկսեցին փոխփողալ հայ կամավորական ջոկատների դրոշները եւ շուտով անմիջապես Նիկոլաևի կողմից գեներալ նշանակվեց Արամ Մանուկյանը Վան Վասպուրականի կառավարիչ, նահանգապետ, անմիջապես ձեռնամուխ եղավ փաստորեն պետականության մոդելի ստեղծմանը Վան քաղաքում, Վասպուրականի մայրաքաղաքում։ Եվ ընդամենը մի երկու ամսվա ընթացքում Վանի նահանգային վարչությունը փաստորեն դարձավ ապագա Հայաստանի պետականության մոդելը, այսինքն ցեղասպանության հենց օրերին եւ ընթացքում մենք հայոց պետականության վերականգնման մասին էինք մտածում եւ պատահական չէր, որ Հնչակյաններին, երբ հունիսի կեսերին 15 թվականի կախաղան էին բարձրացնում, նրանց ներկայացված գլխավոր մեղադրանքը անկախ պետություն ստեղծելն էր։ Եվ իրոք այդպես Փարամազը կախաղան բարձրանալուց առաջ դոկտոր Պեննեիդ Թորոսյանի հետ միասին գոռում էր «Կեցցե անկախ Հայաստանը»։ Այսինքն այդ թյուր կարծիքից մենք պետք է մեկընդմիշտ հրաժարվենք, թե Հայաստանի անկախությունը 1918 թվականին ուղղակիորեն պատահական երևույթ էր, ոչ այն գաղափարապես եւ քաղաքականապես նախապատրաստված գործողություն էր եւ Վանի նահանգային վարչությունը դարձավ ապագա հայկական 18 թվականի պետության մոդելը, որի բոլոր նրբություններին տիրապետում էր արդեն Արամ Մանուկյանը եւ պատահական չէր, որ նա 17 թվականի վերջին հայոց ազգային խորհրդի առաջ խնդիր դրեց տեղափոխվել Երևան, ապագա անկախ Հայաստանի մայրաքաղաք եւ այնտեղ նախապատրաստել հայոց պետականությունը։ Այն Արամ Մանուկյանը, որը պետք է դառնար Հայաստանի Հանրապետության հիմնադիրը։ Այո, հիմնադիր Արամ Մանուկյանի մասին է խոսքը, որը որ դիկտատորական լիազորություններով եւ որպես արդեն Երևանի ազգային խորհրդի նախագահ եկավ եւ կարգ ու կանոն հաստատեց երկրամասում, Երևանը փաստորեն նախապատրաստեց որպես ապագա անկախ Հայաստանի մայրաքաղաք եւ բոլոր ավազակային ջոկատներին զսպեց եւ երբ որ 18 թվականի գարնանն սկսվեց թուրքական ներխուժումը, այդ ավազակային ջոկատներից, եթե կային իսկապես հայրենասիրական ուժեր, ուղեց դեպի ռազմաճակատ, բոլոր առողջ ուժերին միավորեց եւ տեղի ունեցավ 18 թվականի մայիսյան հերոսամարտերի հրաշքը, որի բոցերում ծնվեց առաջին հանրապետությունը։ Այսինքն մենք առաջին հանրապետությունը կյանքի կոչեցինք այդ ազգային ազատագրական պայքարի արդյունքում, առաջին հերթին մայիսյան հերոսամարտերի շնորհիվ, որոնք սկսվեցին Ջավախքում, շարունակվեցին Շիրակում եւ հետո տեղի ունեցան Սարդարաբադի, Բաշապարանի եւ Կարաքիլիսայի հերոսամարտերը։ Եվ այն կեղծ թեզերը, թե իբր գիտեք ինչ կա, թուրքերը մեզ շնորհեցին նույնիսկ անկախություն, նկատի ունենալով Բաթումի պայմանագիրը, թուրքերի պատկերացումով 1918 թվականի հունիսի 4-ի վիճակով 12000 քառակուսի կիլոմետր իրենց համար մի պարկ էր, որի
պարկի բերանը գտնվում էր իրենց ձեռքին, Նուրի Փաշայի խոսքերով ասած իմ ձեռքին, երբ ուզեմ կփակեմ այդ պարկի բերանը եւ հայ ժողովուրդը շնչահեղձ կլինի։ Այնպես որ Թուրքիան չստեղծեց հայոց պետականությունը, այլ մենք ազատագրական պայքարի շնորհիվ կյանքի կոչեցինք անկախ առաջին։ Ներեցեք, այստեղ մի միջանկյալ հարց չեմ կարող չհարցնել, գուցե շատ չեմ ուզում խորանալ, բայց 1915 թվականի մասին դուք հիշատակեցիք, փաստորեն անկախ Հայաստան կարող է ստեղծվել հենց հայոց հնագույն մայրաքաղաքում կամ Արևմտյան Հայաստանում, ինչու դա պատմությունը եթեներ չի ճանաչում, չէ, այդպես են ասում, թեև եթե հարցադրումներ հաճախ են անում, ինչու դա տեղի չունեցավ եւ ռուսական զորքերի նահանջը այդտեղ ինչ դեր խաղաց։ Երկար ժամանակ հայ պատմագիտության մեջ վեճ էր ընթանում, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականի հուլիսի 2-ին Վան քաղաքում, երբ որ փառահեղ հաղթանակից հետո հանկարծ ռուսական զորքը որոշեց թողնել Վանը, նահանջել եւ փոքրիկ հայկական կամավորական ջոկատները հայ գաղթականների հետ մեկտեղ որոշ մարտեր մղելով ստիպված եղան նահանջել եւ եկան հասան մինչեւ Արևելյան Հայաստան։ Գիտեք ինչ, այս հարցի պատասխանը ես փորձել եմ հստակ տալ այն բանից հետո, երբ որ հրապարակեցի Կազակի նա Կավկասկան ֆրոնտե գիրքը Ֆյոդոր Ելիսեևի, որը կազակ էր եւ շատ սերտ բարեկամական կապերի մեջ էր հայ կամավորական ջոկատների հրամանատարների Անդրանիկի, Դրոյի, Քերու, Արշակ Գավաֆյանի հետ եւ մարդն ասում էր, որ մեզ հասկացրեցին հրամանատարությունից, որ հայերը միամտաբար կարծում են, որ իրենց ավետյաց երկրում կարող են պետականություն վերականգնել եւ մենք դրա համար ենք կոչված Վանը գրավելու եւ նրանց սկուտերի վրա պիտի տրամադրենք։ Եվ տեղի ունեցավ Վանի նահանջը եւ Ֆյոդոր Ելիսեևը խոստովանում է, որ ասում է, երբ որ ես գնդապետ Մեգուլովի վրանը մտա, ասացի, թե ինչու ենք մենք նահանջում այս դժբախտ ժողովրդին, հաղթանակից հետո թողնում ենք Թուրքի, այսպես ասած, կամքին, նա պատասխանեց, որ դու էլ ես հասկացել, թե ինչ է կատարվում եւ սկսեց հայոյել գլխավոր շտաբի հասցեին։ Այսինքն ուզում էր ասել, որ Ռուսաստանը չէր գրավել Արևմտյան Հայաստանը, որ այնտեղ մեզ համար պետականություն ստեղծեր, թեպետ օգտագործում էր մեր ուժը, որտեղ ցարը պատերազմի նախօրյակին դիմել էր հայ ժողովրդին, կոչ անելով համատեղ պայքարել ընդհանուր թշնամու դեմ եւ կգա ավետյաց երկրի ազատագրման ժամը։ Դրանով որոնցով Դաշկովը Կովկասի կառավարչապետ մեզ հավաստիացնում էր, որ խոսքը անկախ պետականություն ստեղծելու մասին է, բայց բնականաբար նման մտադրություն ցարիզմը երբեք չի ունեցել, ամբողջ 18-րդ դարի ազգագրական ծրագրերում, ամբողջ 19-րդ դարի ընթացքում, առավելևս 20-րդ դարի սկզբին։ Մեզ նոր Բուլղարիա պետք չէ, ասում էր Լոբանովը։ Միանգամայն ճիշտ եք, որովհետև ասում էր մենք սխալվեցինք 1829-ին ստեղծեցինք անկախ Հունաստան, 1878-ին ստեղծեցինք անկախ Բուլղարիա, հիմա չենք կռվում նրա համար, որ ստեղծենք անկախ Հայաստան։ Եվ այդ իմաստով կարելի է ասել, որ մենք այդ ամբողջ շղթայի զոհը դարձանք եւ առավելևս որ Թուրքիան շատ ավելի ցավագին էր արձագանքում մեր պարագայում ասելով, օրինակ Սեֆեդ Փաշայի խոսքերը կա, մենք ասում է հունական օծը տակացրինք մեր կրծքում, հետո բուլղարականը, հիմա թույլ չենք տա հայկականը, որովհետև հայկական օծը կնշանակի, որ մեզ կկտրենք մեր արմատներից, որտեղ մեր արմատները ոչ թե արևմուտքում Եվրոպայում են, այլ արևելքում են մեր արմատները, նկատի ունենք Ալթայը, նկատի ունենք Միջին Ասիան եւ բնականաբար Հայաստան պետություն ստեղծվելու պարագայում մենք կկտրվենք մեր արմատներից։ Այդ արմատներին վերադառնալու այսօրվա այսպես ասած տենդագին պայքարն է, որ Թուրքիան մղում է, որտեղ մենք այդ սեպի մի կտորը դեռ մնացել է հայկական, նկատի ունեմ Սյունիք Զանգեզուրը, եւ բնականաբար նրանք ամեն կերպ փորձում են այսօր այդ միջանցքը բացել եւ թուրքական արմատներին վերադառնալ, որտեղ նրանք ի վերջո արևմուտքում ձախողվեցին եւ Եվրոպայից նրանց վտարեցին, մնաց մի փոքրիկ կտոր Ադրենապոլսի այդ հատվածը, որը որ Էդիրնե անունով այսօր մնում է Թուրքիայի Հանրապետության կազմում։ Դուք խոսում եք Սյունիքի կամ այսպես կոչված Զանգեզուրի ճանապարհի մասին, ըստորեն կարծում եք, որ պանթուրանիզմի կամ պանթյուրքիզմի այդ ծրագիրը միանգամայն իրական է։ Միանշանակ ձևով դա անցնում է Սյունիքով եւ շուրջ 1 դար առնվազն գոնե 1 դար
թուրքական կողմը պայքարել է այդ միջանցքը վերցնելու համար։ 1918 թվականին թուրքական զորքերը երբ Բաթումի պայմանագիրը կնքելուց հետո շրջանցելով Հայաստանի Հանրապետությունը նորաստեղծ դուրս եկան դեպի Բաքու եւ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Նուրի Փաշայի զորքերը մտան Բաքու եւ այնտեղ կազմակերպեցին Բաքվի հայության սարսափելի կոտորածը 30,000 մարդ կոտորվեց այնտեղ նրանք հենց այդ ժամանակ թվաց որ այդ միջանցքը բացել են Հայաստանի հյուսիսով Վրաստանի հարավով հարավի մասին նրանք չէին խոսում բայց երբ որ արդեն Խորհրդային Վրաստանը, Խորհրդային Հայաստանը եւ Ադրբեջանը ստեղծվեցին եւ դրանք մտան փաստորեն ռուսական, խորհրդային ռուսական պետության հովանավորության ներքո ճանապարհը փակվեց եւ բնականաբար այդ միջանցքի հարցը առժամանակ փակվեց։ Եվ Մուստաֆա Քեմալի խոսքերը կան հայտնի։ Ռուբեն Սաֆրասյան ակադեմիկոս հրապարակել է այդ նյութերը, որ մենք ամեն ինչ արեցինք, որ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի երրորդ կետի երկրորդ հավելվածով այդ միջանցքի հարցը ապահովենք ապագայում, երբ որ Ադրբեջանը կանկախանա, մենք այդ միջանցքին նորից կանդրադառնանք։ Եվ այո, անդրադարձան, որքան ժամանակ անցավ դրանից, եւ մենք տեսանք, որ թուրքական կողմը երբեք մոռացության չի տվել այդ միջանցքի խնդիրը, որովհետեւ իրենց կոկորդին ուղակի դա ոսկոր էր, իսկ այժմ այդ ոսկորը վերացնելու լավ հնարավորություն է ստեղծվել նկատի առնելով Ադրբեջանի ռազմական հաջողությունը Հայաստանի նկատմամբ 2023 թվականներին։ Նախ տարածքային կապ ստեղծեց Նախիջևանի հետ, ճիշտ է Քեմալի ժամանակ, որովհետև չկար Թուրքիա-Նախիջևան կապը։ Եվ հետաքրքրականը գիտեք ինչն է, հիմա զարմանալիորեն բացարձակապես մեր կողմից գոնե չի խոսվում այն մասին, որ մենք այսպես ասած ճանապարհ գոնե ասենք մեղմագույն տարբերակը ճանապարհ տրամադրելով Ադրբեջանին այդ գոնե օգոստոսի 8-ի համաձայնագրով որ Վաշինգտոնում կնքվեց ճանապարհ ենք ապահովում ադրբեջանցիներին դեպի հանիրավի մեզնից պոկված գրավված պատմական Նախիջևան նահանգի եւ Ադրբեջանի մնացյալ մասի միջև։ Այսինքն պատկերացնում եք ինչ է տեղի ունենում։ Սկուտերի վրա Մոսկվայի պայմանագրով թուրքերը փոխանցեցին Նախիջևան Ադրբեջանին պայման դնելով, որ Ադրբեջանը երրորդ կողմի զիջելու իրավունք չունի։ Դա կլինի Խորհրդային Ռուսաստանը, դե կլինի Խորհրդային Հայաստանը, կամ էլ կլինի Իրանը, չէ՞, որտեղ Իրանին էր ժամանակին պատկանում այդ տարածքը։ Երրորդ կողմ ասելով միայն մեզ նկատի չունեն, առաջին հերթին մեզ նկատի ունեն բնականաբար։ Եվ Ադրբեջանը բնականաբար այդ իրավունքը ոչ մեկին չզիջեց, պահեց այդ իրավունքը, եւ հիմա երբ որ ստացվեց այնպես, որ Ադրբեջանից դեպի արևմուտք Սյունիքն է, որ ստացվում է Հայաստանի Հանրապետության մաս է, ավելի արևմուտք Նախճեվանն է։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ ադրբեջանական հող համարվող Նախճեվանը հայկական հող համարվող Սյունիքից ընկած է դեպի արևմուտք եւ Ադրբեջան է համարվում։ Ուրեմն պետք է բերել մի կեղծ կոնցեպցիա, որ Սյունիքը եւս Ադրբեջան է։ Եվ այդ նույն տրամաբանության մեջ պետք է տեսնեն նաեւ այս միջանց կոչվածի հարցում թուրք-ադրբեջանական կողմի սարսափելի համառ կեցվածքը, որպեսզի ցույց տան, որտեղ նրանք Սյունիք բառը բնականաբար չեն գործածում եւ գործածում են Զանգեզուր բառը թուրքական հնչեղությամբ Զանգեզուր ձևով ասելով, ինչպես Ալիևը ամեն օր հայտարարում է։ Բուն հայկական անուն է, բայց իհարկե դա Ձագիձորի անունն է, այսինքն Գորիսի այդ հատվածի անունը պատմական Ձագեձոր, ձակը գիտենք, ձակար բառը որ կա, չէ, ձորի մեջ գտնվող հայկական հերթական մի գավառ, հաբանդ եւ մյուս հաբանդ գավառներն են, այնպես որ շատերը կարծում են, թե Զանգեզուր բառը եթե մենք գործածում ենք, դա թուրքական տերմին է, բացարձակապես ոչ։ Նույնն է նաև, երբ որ ադրբեջանցիներն ասում են մեր, ասում են Երևանը, մենք դրանից վատ ենք զգում, ասում են, չէ, Երևան պիտի ասել, Երևան չասեք։ Ընդհակառակը, Երևան կամել։ Ախր Էրեբունի բառի եկող ավելի մոտ տարբերակն է դա, այնպես որ մենք Երևանն էլ է հայկական ձևը, Երևանն էլ է հայկական ձևը, Էրեբունին էլ մեր հայկական ձևն է։ Այնպես որ տերմինը եթե դու չես հասկանում եւ օտար, այսպես ասած, մատուցումով ընկալում ես, քեզ թվում է թե դու իրեն օտարում ես քեզնից եւ գործածում ես
օտար տերմին։ Եկանք տեղանունների հարցին, մի անգամ մենք ձեզ հետ խոսել ենք, զրուցել ենք այդ թեմայով, նախ Զանգեզուրի մասին ես մեկ այլ բացատրություն գիտեի, որ Զանգեզուր է։ Դա ժողովրդական բացատրություն է, որ արդեն թշնամին մտել է եւ Տաթևի վանքում այդ զանգը, որ կախված էր մեծ, որ արդեն Զանգեզուր է, իզուր է զանգը, որովհետեւ թշնամին մտել է արդեն Սյունիք։ Դա իհարկե ժողովրդական բացատրություն է, բայց դա բնականաբար հայկական Ձագիձոր գավառի աղավաղված թուրքական տարբերակն է, ինչպես Կապան աղավաղվեց դարձավ Ղափան եւ մնացած այլ բնակավայրերը կամ Կարսի անունը դարձավ Ղարս, որտեղ արևելյան թուրքերը ունեն նաեւ Այբուբենում Ղ տառը եւ գործածում էին Ղ ձևը, Ղարս ձևը, մենք էլ երբեմն ընդօրինակելով Ղարս էինք ասում, այնինչ պատմական ճիշտ անունը Կարսն էր, պատմական ճիշտ անունը ոչ թե Ղափանն էր, այլ Կապանն էր։ Մի անգամ երբ Ալիևը Քարվաճառում կարծեմ մի միջոցառման ելույթի ժամանակ Վարդենիս անվանեց Բասար Գեչար, ես զանգարեցի այդ առիթով ձեզ եւ Բասար Գեչար, չգիտեմ, Գյորուս, Ղափան եւ այլն, եւ խնդրեցի ձեզ Գյոչա եւ այլն, այսինքն լճի անունը կարող է Սևանը, այսինքն Գյոյ բառն է, որ կապույտ բառը Իբր թե կապույտ լիճ անունով Սևանի անուն աղավաղելով մինչև Գյոկչայ կոչվել է, նա կոչվել է Սևան եւ բոլոր ժամանակի պատմական աղբյուրներում բնականաբար Սևան ձևն է գործածվել։ Հիմա Ալիևը դեռ մինչև 20 թվականի պատերազմը, ես հիշում եմ 16-17 թվականներին խոսում էր, որ Երևանը կամ չգիտեմ Սևանը իրենց պատմական հողերն են, պետք է վերադառնանք եւ Հայաստանի հետ իբրև թե խաղաղություն հաստատող Ալիևը պետական մակարդակով հովանավորում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ծրագիրը, բոլոր այս տեղանուններով ես կխնդրեմ նշել Ադրբեջանի ներկա տարածքում հայկական տեղանուններ այս թեմայով։ Ուրեմն նախ մինչև Բաքու մարդիկ շատ չեն սիրում գիրք կարդալ հիմա։ Կմտնեն շատ կարճ փոքրիկ լրատվություն են ստանում եւ փորձում են պատկերացում կազմել երևույթի մասին։ Դրա համար դրանցից մեկը տարբերակներից մեկը բնականաբար քարտեզն է, որ ուղղակի դիդակտիկ նյութ է դնում նայում ես եւ անմիջապես տպավորություն ես դրանից ստանում։ Ես կառաջարկեի ադրբեջանցի ճակերտյալ գիտնականներին ցույց տամ մի քարտեզ, որ ներկա Ադրբեջանի վրա գետ մի քարտեզ որի վրա գրված է Ադրբեջան, չես գտնի նման բան։ Իսկ հունահռոմեական ժամանակներից սկսած կամ Բաբելոնի ժամանակներից, որ առաջին քարտեզի վրա Ուրարտուն կա, Արարատը կա, այսինքն Քրիստոսից առաջ 6-րդ դարում նշվում է Ուրարտուն, նշվում է Բաբելոնը, նշվում է Ասորեստանը, ուրիշ երկրի մասին չկա, առաջին քարտեզի վրա, քարե քարտեզ է դա, հայտնի քարտեզ չէ։ Հիմա միայն մի քանի տասնյակ քարտեզներ ես կարող եմ տրամադրել թուրքական օսմանյան տպարանում տպագրված սկսած 18-րդ դարից, որոնց վրա իրեն ձեռքով գրված է Էրմենիստան։ Գիտեք, որ արաբատար օսմաներենով էին գրում օսմանյան կայսրությունում եւ բնականաբար Եզրույթները պետք է գրեին աչից դեպի ձախ։ Այնտեղ ալիֆ է, այնտեղ էջ կա, այո, այո։ Նայում ես ուրեմն Էրմենիստան բառը, առաջին տառը դրված է Արցախի վրա, ամենաարևելքում, վերջին տառը դրված է Սեբաստիայի փոքր հայքի վրա։ Այսինքն թուրքական քարտեզը փաստում է, որ դա Հայաստան է, դա Էրմենիստանն է։ Հիմա ինչ տեղի ունեցավ Էրմենիստան, եկանք հասանք առաջին համաշխարհային պատերազմ, մեզ ցեղասպանեցին, ֆիզիկապես բնաջնջելուց հետո նաև հայրենազրկեցին եւ այդ հայրենիքի անունն էլ պիտի փոխեին, այլևս Էրմենիստան չէր կարելի քարտեզում թողնել, ուրեմն ինչ պիտի անեին։ Նրանք զավթել էին Բյուզանդիան, հույների Բյուզանդիան, որը որ փոքր Ասիայի ամբողջ տարածքն էր, փոքր ասիական թերակղզին, մնացածը նրանից դեպի արևելք ընկածատվածը Հայաստանն էր, չէ՞։ Ուրեմն ինչ էին, այդ տարածքը կոչվում էր Անատոլիա, հունական աղբյուրներում, բյուզանդական աղբյուրներում Անատոլիա, որ նշանակում է առացիորեն արևելք։ Հիմա երբ Հայաստանը հայաթափեցին, հայ ժողովրդին հայրենազրկեցին, նրանց
հայրենիքի անունը չպետք է փոխեին, բնականաբար այո, այնքան տխմար գտնվեցին ու լկտի, որ անունը դրեցին Արևելյան Անատոլիա, Դողու Անադոլու, Արևելյան Արևելք, որ ստացվեց ուղղակի ծիծաղելի եւ տխմարագույն մի բան։ Ես միշտ հյուրահոս մեր ուսանողներին հումորով ասում եմ ըստ էության խոսքը Ճապոնիայի մասին է, որտեղ Արևելյան Արևելք ամենաարևելյան կետը, որտեղից արևը բարձրանում է, դա Ճապոնիան է։ Պարզվում է, որ Արևմտյան Հայաստանը դարձավ Ճապոնիա, ըստ թուրքերի։ Եվ ցավալիորեն, երբ որ տարիներ առաջ մի գիտաժողով էին կազմակերպել Էրզրումում, Քեմալի անվան համալսարանում, Հայաստանից մարդկանց հրավիրել էին եւ այդ գիտաժողովի վերնագիրն էր Դողու Անադոլուի թարիխին եւ քուլտուրը, այսինքն պատմությունն ու մշակույթը Արևելյան Անատոլիայի։ Ցավոք սրտի Հայաստանից որոշ մարդիկ գտնվեցին, որոնք գնացին մասնակցեցին այդ գիտաժողովին։ Որ իհարկե խայտարակություն, որտեղ եթե դու գնում ես մի գիտաժողովի, որի անունն է Արևելյան Անատոլիա, դու օրինականացնում ես այդ տարածքը որպես ոչ Հայաստան եւ այն դարձնում ես որպես Արևելյան Անատոլիա։ Բնականաբար դուք ճանաչում եք այդ պատմաբանը։ Բնականաբար։ Իհարկե գտնվեցին մարդիկ, որոնք հրաժարվեցին, մեծ մասը հրաժարվեց, երբ որ իրենց այդ զրույց ունեցանք, թե ոնց կարելի է նման գիտաժողովի մասնակցել, իսկ գնացողներից մեկ-երկուսն էլ պնդեցին, որ մենք կգնանք այնտեղ կասենք, որ այս գիտաժողովը տեղի է ունենում մեր հայրենիք Արևմտյան Հայաստանում։ Այդ գնացողները այժմ Հայաստանի պատմություն գրողներն են, դասագրքերի հեղինակները։ Երևի կան մեջները։ Չեմ ուզում անհատականացնել խնդիրը, բայց երևի թե կան այդպիսի մարդիկ, բայց կոնկրետ եթե խոսքը վերաբերում է հայոց պատմության 7, 8, 9-րդ դասանի դասագրքին, բնականաբար նրանց մեջ չեն։ Այնպես որ իզուր մարդկանց չմեղադրենք։ Իսկ հայոց պատմությունը Հայաստանի պատմություն վերանվանելը մի քիչ ռետորական հարցից սկսեմ Մովսես Խորենացին մի վարքան ես ցուցակը հատուկ գրել եմ Խորենացին Ագաթանգեղոսը Փավստոս Բուզանդը Սեբեոսը Շապուխ Բագրատունին Հովանես Դրասխանակերտցին Կիրակոս Գանձակեցին եւ շատ այլ հայտնի պատմիչներ որոնք գրել են պատմություն հայոց կամ հայոց պատմություն չեն հասկացել այդքան որ Հայաստանի պատմություն գրեն հայոց պատմություն են գրել Եվ սա ինչ վտանգ է պարունակում նշված խնդիրների, այսինքն սա պետական ամետություն արմատավորելու փորձ է, որ մենք հայեր չենք պարզապես համայնք չենք, այլ հայոց պետություն ենք, Հայաստան ենք, թե ընդհակառակը նաև հիշողության մեջ պատմական Հայաստանը հայրենիքը օտարելու փորձ։ Ես մի հարցազրույցում այսպիսի բան եմ ասել, որ բանն ասավ այնտեղ, որ խմբագրվեց նաև Մովսես Խորենացին, մեր պատմահայրը։ Ուրեմն տեսեք, պատմահայրը իր երկը ավարտում է ողբով։ Ինչ է ողբում պատմահայրը։ Հայոց պետականության թագավորության անկումը 428 թվականին։ Նկատի ունի վերջին Արշակունու անկումը եւ Վրամ թագավորի կողմից Հայաստանը մարզպանության վերածելու պատմությունը, չէ՞։ Ուրեմն ինքը ողբում է հայոց թագավորության անկում, այսինքն հայոց պետականությունն է նրա գլխավոր մտահոգության առարկան, չէ՞։ Բայց երբ որ մենք հիմա փոխեցինք անունը դրեցինք Հայաստանի պատմություն, պատճառաբանելով թե մենք դրանով կարևորում ենք պետականության պատմությունը։ Բայց այդ դեպքում մարդը չէր պետականության կորուստը կարևորում, որ ողբում էր 428 թվականի տեղի ունեցած այդ իրադարձության կապակցությամբ, բնականաբար եւ դրա համար էլ խմբագրվեց զարմանալիորեն առանց հասկանալու, որ հայոց պատմություն ասելով բացարձակապես Խորենացին, Ագաթանգեղոսը, Բուզանդը, չգիտես Ղազար Պարպեցին նկատի չեն ունեցել բնավ հայերի պատմությունը, նկատի են ունեցել Հայաստանների պատմությունը, որտեղ շատ առողջ նստած էր այդ մտայնությունը մեր հասարակական քաղաքական մտքի մեջ, որ Հայաստանը երկուսն է՝ մեծ հայք, փոքր հայք, Արմենիա մայոր, Արմենիա մինոր, ամբողջ հունահռոմեական աղբյուրները գրում են մեծ եւ փոքր հայքի մասին։ Այսինքն, եթե մարդիկ գրափարով այս ամբողջը հասկանային, օրինակ ասենք, միշտ օրինակ եմ բերում Ներսես arczepiskopos Սարգսյան, ուղևորություն ի մեծին եւ փոքուն հայոց։ Այսինքն մեծ եւ
քն սղվում է գրափարում սեռական հոլովի պարագայում եւ դառնում է հայոց պատմություն, որ եթե բացենք փակագիծը պետք է լիներ հայկոց պատմություն։ Այնքան խելացի եւ հերատես մարդ էր Միքայել Չամչյանը, որի 18-րդ դարի վերջից սկսվում է արդեն պատմաբանների շղթան։ Նա այլևս պատմիչ չէ, մինչ այդ ընդունված է պատմագիտության մեջ հեղինակներին անվանել պատմիչներ։ Լեոն, հա, Չամչյանը։ Նրանք արդեն պատմաբան են։ Եվ տեսեք, 18-րդ դարի վերջին, երկրորդ կեսին մենք արդեն ունեինք Ռուսաստանի հզոր գաղութը, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Հյուսիսային Կովկասի, Աստրախանի, որոնք որտեղ կային հայկական դատաստանագրքեր, այսինքն սեփական դատ ու դատաստան ունեինք։ Կար հզոր մադրասի խմբակը, հնդկահայ գաղութը, եւ արդեն պետք էր հայոց պատմության որպես բաղադրամաս դիտարկել նաեւ գաղութահայության պատմությունը։ Գաղթաշխարհի պատմությունը չէր կարելի դուրս թողնել եւ Միքայել Չամչյանը գտավ շատ մի հետաքրքիր մոդել խորենացիական 5-րդ դարի հայքերի հայաստանների պատմությունը բերեց շաղախեց հայերի պատմության հետ, որոնք ապրում են արդեն գաղթաշխարհում։ Այսինքն հայոց պատմություն կոչելով իր աշխատությունը, գնահապաշխատությունը կոչում է հայոց պատմություն, ի սկզբանե աշխարհի ցյամ տյառն մինչև 1784։ Եռահատոր աշխատությունը այդպես է վերնագրել, որից հետո նրան ընդօրինակեցին մնացած հեղինակները, ինչպես օրինակ Ստեփան Պալասանյանը հայոց պատմություն գրեց, քննական հայոց պատմություն գրեց Անտոն Գարագաշյանը, Երիցյանը եւ մյուսները եկան, հասան Լեո եւ խորհրդային ժամանակաշրջանում կարևորելով ժողովրդի դերը պատմության մեջ արդեն սկսեցին գոչել հայ ժողովրդի պատմություն, թեպետ հայոց պատմություն ձևը դեռ որոշ իմաստով պահպանվեց։ Եվ թերևս 1-2 դեպք կարող ես նշել, ինչպես օրինակ Նիկոլայոս Ադոնցը Հայաստանի պատմություն ունի գրած, բայց դա աշխարհաբար տարբերակն է հայոց պատմության։ Այսինքն հայոց պատմություն եւ Հայաստանի պատմություն իրականության մեջ նույն բանն են։ Երկուսն են նշանակում են Հայաստանի։ Մի դեպքում Հայաստանների, երկրորդ դեպքում միայն զուտ մի Հայաստանի պատմություն։ Եվ տեսեք, երբ որ մենք դրանց օտար տարբերակն ենք բերում, դնում կողքը հայոց պատմության, գրում ենք История Армении, History of Armenia։ Ես գիտեի, որ հայոց գրափարում նշանակում է հայերի, բայց փաստորեն նաև հայերի է նշանակում, բայց հայոց խոսքը հայքոց մասին է։ Երբ որ գնում են մեծ եւ փոքր հայքերի մասին, սեռական հոլովով քն սղվում է եւ դառնում է հայոց պատմություն, որ բառացի նշանակում է Հայաստանների պատմություն։ Իսկ այս նոր դասագրքերին դուք տեղյակ եք պատմության, այսպես ասած, խեղաթյուրումներ կամ քաղաքական շահարկումներ կան, միշտ 7-րդ դասանի դասագրքի մասին մենք որպես ինստիտուտ մեր կարծիքը գրել ենք, որտեղ սխալաշատ է գիրքը, ցավոք սրտի, եւ գտնում էինք, որ պահել շրջանառության մեջ այդ գիրքը ճիշտ չէ, բայց մեզ լսող չեղավ։ Ինչ վերաբերում 9-րդ դասանի դասագրքին, արդեն մասնագետները իրենց կարծիքները հայտնում են, բացաբար են տրամադրված գրքին։ Ես միայն մի առիթով եմ անդրադարձել, ասելով, որ ինձ համար նախընտրելի էր հայոց պատմություն տարբերակը եւ հեղինակներ, ինչպես իրենք էլ մի քանիսը խոստովանեցին, նախապես կողմնակից էին հայոց պատմություն տարբերակին, բայց նախարարությունը, քանի որ իրենց պարտադրեց, որ կոչվի Հայաստանի պատմություն, մենք էլ համերաշխվեցինք եւ համաձայնվեցինք, որ գրքի անունով վերնագիրը փոխվի դառնա Հայաստանի պատմություն։ Որը կարծում եմ, որ ճիշտ չէր, որտեղ մասնագիտական կարծիքը ընդհանրապես արհամարվեց այստեղ։ Ես երբեմն զուգահեռներ եմ անցկացնում, իհարկե համացությունը կարող է մարդիկ տեղին չհամարեն, բայց Ստալինյան ղեկավարությունը կառավարության նիստով երկու որոշում է կայացրել, որ գենետիկան եւ կիբեռնետիկան չպիտի դասավանդվեն բուհերում եւ չպիտի ուսումնասիրվեն այդ գիտությունները, որտեղ դրանք բուրժուական գիտություններ են։ Եվ կառավարական որոշում մեկ էլ եղել է Ստալինի ժամանակ։ Հիմա մեզ մոտ կառավարության որոշումով որոշվեց առարկայանը փոխել։ Բայց մասնագիտական կարծիքը ուր մնաց։ Բայց ինչի համար ենք մենք։ Գիտությունների ակադեմիան համարվում էր կառավարության գլխավոր խորհրդատուն։ Դրա համար էլ երևի այս վերջին օրենքը երկրորդ ընթերցումով հաստատվեց, որով գիտական կոչումների մասին եք խոսում։ Ոչ միայն գիտական կոչումների, դա մի մասն է կազմում, բայց գիտությունների ակադեմիան որպես գիտահետազոտական ինստիտուտների մի ամբողջություն
նախագահության գլխավորությամբ փաստորեն վերանում է եւ ակադեմիական ինստիտուտները 32-33 ինստիտուտ հանվում են ակադեմիայի կազմից, մնում է ակադեմիայի նախագահությունը որպես փորձագիտական ինչ-որ կենտրոն համահայաստանյան իմաստով եւ ինստիտուտները առայժմ դրվում են գիտության եւ կրթության պետական կոմիտեի իրավասության ներքո եւ ժամանակի ընթացքում դրանք պետք է մաս կազմեն արդեն ակադեմիական քաղաքի, որը իհարկե շատ հեռանկարային ծրագիր է, երբ կլինի դժվար է ասել եւ դրա համար էլ իմ կարծիքով գիտական միտքը այս իմաստով վտանգված է եւ կարող է փոշիանալ։ Ինչը որ ժամանակին արեցին վրացիները եւ ղազախները եւ իրենք զղջացին այդ քայլերի համար եւ օրինակ ես միշտ օրինակ եմ բերում 300-ից 350 գիտաշխատողներ ունեցող խզոր ինստիտուտ ուներ Վրաստանի գիտությունների ակադեմիայի պատմության եւ հնագիտության ինստիտուտը։ Դրանից հետո մի երևի 10 անգամ կադրային կազմը կրճատվեց եւ մի փոքրիկ գիտական խումբ տեղափոխվեց Թբիլիսի Ջավախիշվիլու անվան համալսարան, հիմա այնտեղ առանձին մի հատ այսպես լաբորատորիայի կամ ինստիտուտի կարգավիճակով շարունակում են գոյությունը եւ դժգոհ են եւ երազում են, որ հնարավորություն լիներ նորից վերականգնվել, ինչը նաեւ ասում են մեր ղազախ գործընկերները, որ մենք եւս սխալ արեցինք, որ գիտությունների ակադեմիան լուծարեցինք։ Հիմա մեզ մոտ փաստորեն նման գործընթաց է գնում եւ ես շատ ցավում եմ, որ ակադեմիական շրջանակներից համապատասխան, այսպես ասած, վերաբերմունք, հակադարձում, դժգոհություն չես նկատում։ Այսինքն հնարավոր է, որ գիտությունների ազգային ակադեմիան լուծարեն, նման վտանգ կա։ Լուծարման որոշում չկա, հիմա իմ բոլոր ընդդիմախոսները կասեն, որ ինչ եք խոսում, նման որոշում դուք ցույց տվեք։ Նույնիսկ առիթ եղավ ակադեմիայի ընդհանուր ժողովում վերջերս ինձ քննադատեցին, թե Մելքոնյանն ասում է, թե ակադեմիան վերացնում են։ Չէ՞ որ ակադեմիան մնում է։ Ակադեմիան մնում է արդեն որպես ինչ-որ իմաստով հիմնադրամ, թե, չգիտեմ, ինչ-որ ակումբի կարգավիճակով, չեմ ուզում այդ վիրավորական բառ գործածել, բայց ստացվում այնպես, որ ակադեմիայի նախագահությունը անջատվելով գիտահետազոտական ինստիտուտներից, բնականաբար այդ հզոր կառույցը, որ ստեղծվեց 1943-ին համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին Հովսեփ Օրբելու եւ Վիկտոր Համբարձումյանի կողմից, եւ չմոռանանք Հովսեփ Օրբելին, որ իրականացրեց Լենինգրադի Էրմիտաժի այդ ցուցանմուշների տեղափոխությունը դեպի արևելք, այդ ծանր օրերին եկավ, ստեղծեց մեր գիտությունների ակադեմիան, որը որ իր գոյությանը 80 տարվա ընթացքում փառահեղ պատմություն ստեղծեց, գիտնականների մի ամբողջ այսպես ոսկեբույլ ստեղծվեց, բայց հիմա ակադեմիան փաստորեն վտանգված է, որի համար ես շատ խորը ցավ եմ ապրում։ Բայց համամիտ չեք, որ մի քիչ այդ կոմունիստական, ինչ ասեմ, փոշին կամ ոգին մնացած է։ Իհարկե ակադեմիան ակադեմիա է, շատ ֆունդամենտալ է, շատ հիմնարար է, բայց ինչ որ արդիականացման կարիք ունի։ Հարցադրումը շատ տեղին էր, իհարկե։ Մարդիկ, որոնք որ ակադեմիան որպես առանձին կառույց պահելուն դեմ են եղել, միշտ այդ օրինակը բերել են։ Միջած խոսքը միայն ներկա իշխանությունների մասին չէ, նաև նախկինների, նրանք էլ էին խոսում ակադեմիան վերացնելու անհրաժեշտության մասին։ Այդ տեսեք, ասում են, որ ակադեմիան խորհրդային շրջանի վերապրուկ է։ Այդ դրա համար էլ ակադեմիան պետք չէ։ Եղբայր, ակադեմիան դա եվրոպական երևույթ է, գալիս է միջնադարից, գալիս է ֆրանսիական ու գերմանական իրականություններից, զարգացած միջնադարում ստեղծված կառույցներ էին գիտությամբ զբաղվող, որոնք ընդօրինակվեցին Պյոտր Առաջինի կողմից 1720-ական թվականներին եւ ստեղծվեց ռուսական, ուրեմն կայսերական ակադեմիան, որը եւս այսպես շատ հզոր պտուղներ տվեց, դրա հիմքի վրա ստեղծվեց Խորհրդային Միության գիտությունների ակադեմիան, հայկական մասնաճյուղը 1935 թվականին Արմֆանը, Արմյանսկի ֆիլիալ Ակադեմիի Նաուկ ՍՍՍР, նրա բազայի վրա էլ 43-ին կյանքի կոչվեց ներկա գիտությունների ակադեմիան։ Ինչ վերաբերում է, այսպես որպես կառույց չբարեփոխվելու, այսպես ասած, մեղադրանքներին, դրա մեջ անպայման ճշմարտության հատիկ կա։ Բայց երբ որ վերջին հատկապես տարիներին գիտությունների ակադեմիայի նախագահությունը, ինստիտուտները,
բազմաթիվ տարբերակներ առաջարկեցին ակադեմիայի բարեփոխման։ Արդյոք դրանք քննարկվեցին։ Ես կարծում եմ ոչ։ Ընդունվեց, որ այդ ձեր նամակները, առաջարկությունները ընդունվել են, բայց թե որտեղ դրանք հաշվի առնվեցին, ես չգիտեմ։ Բազմաթիվ բաներ, օրինակ նաև տեխնացուական աստիճանը միանգամից դոկտորական ներկայացնելը։ Եթե արտասահմանի օրինակն են բերում, արտասահմանում էլ կա PhD, այսինքն գիտության ֆիլոսոֆի դոկտոր եւ փիլիսոփայության եւ կա գիտության տվյալ ոլորտի դոկտոր, դրանք երկու աստիճաններ են եւ այս երկրորդ աստիճանը դոկտորի դա լավ խթան է գիտությունը զարգացնելու համար, որտեղ հիմնականում ասենք 35-ից 50-55 տարեկան հասակի մարդիկ, որոնք ձգտում էին դեպի դոկտորական աստիճանը, գիտության մեջ թռիչք ապահովելու մեջ շանսեր ունեին։ Իսկ հիմա մարդկանց օրինակ վերցնենք, ես մասնագիտական խորհրդի նախագահն եմ արդեն 1 տասնամյակից ավելի։ Ուղղակի հերթ էր պաշտպանությունների առումով, թե մենք ինչպես պետք է կարողանք տարվա ընթացքում ապահովենք 15-20 պաշտպանություն։ Հիմա 1, 2, 3, հիմա չենք հիշում, թե դոկտորական ատենախոսություն վերջին նով է պաշտպանել մեր մասնագիտական խորհրդում, որտեղ արդեն այդ նախագծի մասին խոսում էին, հետո էլ նախագիծը քանի տարի է քննարկվում, մարդիկ տեսան, որ այլևս գիտության տեխնացուի եւ դոկտորի աստիճան գոյություն չունի, մեխանիկորեն դու դառնում ես դոկտոր։ Եվ բնականաբար հրաժարվեցին պաշտպանելու ցանկությունից եւ զգացի, որ այդ խթանը, ստիմուլը նրանց մոտ պակասեց, որը որ իհարկե գիտությանը իմ խորին համոզմամբ լուրջ հարված հասցրեց։ Հայոց պատմության դասագրքի առնչությամբ, որքան ես տեղյակ եմ, Պատմության ինստիտուտը վերջերս հրատարակել է Հայոց պատմության ակադեմիական հատորյակներ, դրանք ինչ կարևորություն ունեն այս հիմնախնդրի համատեքստում եւ որքանով են հասանելի դրանք։ Ուրեմն լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից նախաձեռնեցինք այս գործը, նա մեզ ընդառաջեց իմիջայլոց եւ սկսեցինք արդեն նորովի անկախ Հայաստանի պայմաններում գրել հայոց պատմություն, ընդ որում այն ժամանակ 2000-ականների սկզբին շատ լուրջ քննարկում եղավ, թե ինչպես է կոչվելու այդ բազմահատորյակը։ Նախկինը կոչվում էր հայ ժողովրդի պատմություն, նորը պիտի կոչվի Հայաստանի պատմություն, հայ ժողովրդի պատմություն, թե հայոց պատմություն։ Բուրըն քննարկումների արդյունքում մեր գիտնականների ճնշող մեծամասնությունը պնդեց հօգուտ հայոց պատմություն կոչելու։ Եվ մենք սկսեցինք աշխատել եւ հիմա բոլոր հատորները հրատարակել ենք ըստ էպոխաների, ուրեմն հին, միջին, նոր եւ նորագույն դարաշրջանների ենք բաժանել, յուրաքանչյուր դարաշրջանը երկուական գիրք ունի, հատորը 2 գրքից է բաղկացած, 7 գիրքը տպագրվել է, ձեռագիր վիճակում գտնվում է առաջին հատորի առաջին գիրքը, ինչու, որը վաղագույն շրջանն է, որտեղ մեր հնագետները ասում էին, որ դեռ պեղելիք շատ մեծ նյութ կա, մենք գիտության վերջին խոսքը չենք ասել, եւ դա ցկցկվեց, եւ իհարկե դրա արդյունքում մենք ժամանակ կորցրեցինք, բայց գոնե հիմա մեր հնագետների հետ միասին ուզում եմ հատուկ շնորհակալություն հատնել Արսեն Բոբոխյանին, հնագիտության ինստիտուտի տնօրեն, որ աշխատանքները փաստորեն հասնում են ավարտին եւ առանց հնագիտական նյութի վաղագույն շրջանը ներկայացնել հնարավոր չէր։ Հիմա արդեն հիմնականում կարելի ասել 90-95% պատրաստ է աշխատանքը, խմբագրական աշխատանքներ են տեղի ունենում եւ մենք դրանով նաեւ կավարտենք ամբողջ 8 հատորյակի, փաստորեն 8 գրքերի հրատարակության գործը եւ մեր ժողովրդի հանդեպ մեր, այսպես ասած, պարտքը կատարած կլինենք։ Պիտի ասեմ, որ պետական ֆինանսավորման բավական մեծ տպաքանակ ապահովվեց 3-ից 4000 օրինակ, որի պատճառով մենք կառավարությունից ժամանակին թույլտվություն ստացանք, որ անհատույց այդ գրքերը բաժանենք դպրոցներին, գրադարաններին, գիտահետազոտական ինստիտուտներին, բուհերին, ինչը որ անում ենք եւ օգտվելով առիթից հիմա դիմում են բոլոր նրանց, ովքեր որ հատկապես վերջին գրքերը չեն ստացել, թող գան գրություններով համապատասխան եւ ինստիտուտից մենք անհատույց կտրամադրենք այդ հատորները, որոնք որ կարծում եմ մեր ինստիտուտի, այսպես ասած, վերջին խոսքն է գիտության այդ ոլորտի բնագավառում, իհարկե մյուս բուհերի եւ ինստիտուտների աշխատակիցների մասնակցությամբ եւ ես կարծում եմ, որ այդ իմաստով դա հոգու պարտք էր, որ մեր պատմաբանները կարողացան այս վերջին տասնամյակներին
տալ հայոց պատմության բազմահատորյակ կյանքի կոչելով։ Պիտի ասեմ, որ վարչապետը եւս հետաքրքրված էր մեր հատորներով, նաեւ այս վերջին հատորները նա ցանկացավ, ուղարկեցինք, ծանոթացավ եւ թերևս այսպես միակ դիտողությունը, որ արվել էր նրա կողմից, դա իրական եւ ոչ իրական Հայաստանի հակադրության հարցն էր, որ մենք գիրքը գրել ենք ոչ իրական Հայաստանի դիրքերից, բայց մեր պատմաբանին ասել, որ պատմությունը գրում ես իրական եւ ոչ իրական դիրքերից, դա անհնարին է, որովհետեւ ես լինելով Արևմտյան Հայաստանի պատմության մասնագետ եւ հրաշալի տիրապետելով պատմաաշխարհագրական, այսպես ասած, իրողություններին Արևմտյան Հայաստանի, ինչպես կարող եմ հայոց պատմությունը պարփակել միայն 29.743.000 քառակուսի կիլոմետրի վրա։ Բնականաբար յուրաքանչյուր երկրի պատմաբան մտածում է տարբեր տեսանկյուններից ըստ էպոխաների, երբ որ եղել է կայսրություն, կայսերական մտածողությամբ ներկայացրել է պատմությունը, պարփակվել ենք փոքրիկ տարածքի մեջ, դրա մասին ենք խոսել, չենք ունեցել պետականություն, դրա մասին ենք խոսել եւ հայոց պատմություն գրելով անպայմանորեն նշեմ նաեւ, որ մենք սրա մեջ ներառել ենք ոչ միայն Սփյուռքի պատմությունը, այլ նաեւ հայոց պատմության, այսպես ողնաշարը միջնադարյան պետականության կազմող Կիլիկիայի հայկական պետականության պատմությունը, որտեղ Կիլիկիան հայկական լեռնաշխարհից դուրս է եւ գտնվում է միջերկրական ծովի հյուսիսարևելյան ծովեզերքին։ Բայց դեպքում Կիլիկիան ինչպես է տեղավորում Հայաստանի պատմության մեջ, չէ՞ որ Կիլիկիան Հայաստան չէ, բայց Կիլիկիան հայոց պատմություն է, որտեղ միաժամանակ հայերի պատմություն է։ Այդ դրա համար էլ մենք այդ տարբերակ ավելի նախընտրելի ենք համարում։ Ի վերջո, ինչ է նշանակում իրական եւ պատմական Հայաստաններս, ձեզ սա արհեստական երկընտրանք չէ կամ իրար հակադրում։ Եթե դա պատմական Հայաստանի իրականություն չէ, ես սա եմ ուզում։ Այո, եթե դա Հայաստանի, ներկա Հայաստանի անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությամբ է պայմանավորված եւ զգուշավորություն է ենթադրում, թշնամու վերաբերմունք, այսպես ասած, մեր վրա չբևեռելու նպատակով, ես կարծում եմ, որ արդարացված չէ ինչ իմաստով։ Պատմությունը մի բան է, իրականությունը մի բան է։ Պարզ չէ, որ իրական Հայաստանը 29.743.000-ն է, բնականաբար։ Եվ եթե պիտի պատմական Հայաստանը երբևէ դառնա իրական Հայաստան, այս Հայաստանից է գալու այդ բոլորը, մենք բոլորը շատ լավ հասկանում ենք։ Իսկ Արցախը իրական Հայաստան չէ։ Իհարկե, ինձ համար միանշանակ իրական Հայաստան, եւ միշտ ես պայքարել եմ ժամանակին սխալ այն մոտեցման դեմ, երբ որ ասում էին Հայաստան եւ Արցախ, Հայաստան եւ Արցախ։ Այդ նշանակում է, թե դու ասում ես Հայաստան եւ Արցախ, դու Արցախը դուրս էիր դնում Հայաստանից։ Այ պիտի ասեիր, այո, պիտի ասեիր Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ։ Հայաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը իրարից տարբերվում են։ Հայաստանը դա հայկական լեռնաշխարհն է իր 400.000 քառակուսի կիլոմետրով, իսկ Հայաստանի Հանրապետությունը 29.743.000 կիլոմետր տարածքն է։ Բոլոր ժողովուրդների պատմության մեջ էլ, եթե այդպես մտածենք, իրական Ֆրանսիայի եւ ոչ իրական Ֆրանսիայի պատմություն կա։ Անգլիական կայսրություն, աշխարհի ամենամեծ կայսրությունն է գաղութային տերությունը, չէ՞։ Հիմա ասենք բրիտանական կայսրությունը չի եղել։ Պարզ չէ, որ բրիտանացիներն այսօր Բրիտանիա ասելով հասկանում են բրիտանական կղզիները։ Չեն հասկանում, չգիտես, ահռելի կայսրությունը, որ հասնում էր, ընդգրկում էր աշխարհի մի ահռելի հատվածը, կամ բելգիացիները, կամ չգիտեմ, իսպանացիները, կամ պորտուգալացիները։ Բնական երևույթ է, ես կարծում եմ, որ ամենևին դա անվտանգություն չի ապահովում մեզ համար, եթե մենք պարփակվում ենք 29.743-ի մեջ, առավելևս, որ մեր արևելյան եւ արևմտյան հարևանները դրա մեջ չեն պարփակվում։ Եթե խոսում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, եթե Ադրբեջան բառն են գործածում, չեն ասում արևմտյան ադրբեջանցիներ, ասում են արևմտյան Ադրբեջան, աշխարհագրական եզրույթ են գործածում, նշանակում է այս Հայաստանը իրենց պատկերացմամբ իրենց հայրենիքի մեկ մասն է։ Վերցնենք հիմա Թուրքիան, Օսմանյան կայսրությունը, նախկին եւ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը։ Պետական մակարդակով Էրդողանի անընդհատ խոսվում է այսպես կոչված ախսխայի մասին։ Տարածքային հավակնություն է ենթադրում Վրաստանի մեր հարևան բարեկամ եղբայրական երկրի նկատմամբ։ Ամբողջ համացանցը ողողված է Մեսխետի թուրքերի վերադարձի, այսպես ասած,
նյութերով եւ խոսում են այն մասին, որ ախլքալակ, ախլցխա, ասպինձա, աբաստուման պիտի վերադառնան Մեսխետի թուրքերը, որոնք 1944-ի հուլիսին այնտեղից աքսորվել են։ Ուրեմն իրական Թուրքիան բա որն է այդ դեպքում։ Իրական Թուրքիա չկա։ Իրական Թուրքիան Ալթայի երկրամասն է։ Բայց ինչի թուրքերը չեն ասում, թե պիտի Թուրքիայի պատմությունը գրենք իրական Թուրքիայի տեսանկյունից։ Թող գնան Ալթայի պատմությունը գրեն։ Ինչու են գրում հյուսիսային Աֆրիկայից, Մարոկկոից մինչև Միջին Ասիա ընկած Օսմանյան կայսրության պատմության մասին։ Սուլթան Սելիմներն են գովերքում, Սելիմ Գեղեցիկ եւ այլն եւ այլն։ Ինչու են դրանք հիշում։ Ինչու են ֆիլմեր հանում, որոնք ամբողջապես թաղված են կեղծիքի մեջ։ Այդ սուլթանները, որոնց մասին ֆիլմեր են նկարել եւ մեր տատիկներն են նստած նայում են այդ ֆիլմերը, եւ այնտեղ կերպարներ կան, որոնք որ դրական գույներով ներկայացված, ինչպես Ջաֆար Փաշան ֆիլմում, ինչպես Լալա Փաշան, սրանք գիտեք ինչ արյունարուշտ փաշաներ են եղել, որոնք Արևմտյան Հայաստանը արյան ծովի են վերածել։ Ֆիլմը նայում ես հրաշք վեզիրներ, որոնք գնում են, մտնում են ժողովրդի մեջ, հաշտեցնում են ժողովրդի տարբեր շերտերին, աղքատներին օգնում են, այլ ազգերին են նույնիսկ օգնում, մարդիկ նայում են, ասում են, այս Օսմանյան կայսրությունից ինչ հրաշք երկիր է եղել։ Որովհետև մենք չունենք պատմական սերիալներ, ստիպված թուրքականն են նայում, պարոն Մելքոնյան։ Ցավոք սրտի, այո։ Բայց դուք մի անգամ ես հիշում եմ Զատիկ Խանզադյանի քարտեզների շնորհանդեսին հայտարարեցիք, որ իրական Հայաստանը մեծ հայքի 300,000, 400,000 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքն է։ Հիմա նույն կարծիքին եք։ Նոր քիչ առաջ կրկնեցի, որ այո, ինձ համար, պատմաբանիս համար Հայաստանը եւ հայկան լեռնաշխարհը այդ 400,000 քառակուսի կիլոմետրն է, որից 314,000-ը մոտավորապես մեծ հայքն են, մնացյալը փոքր հայքն ու Կիլիկյան եւս հետ է իհարկե, բայց Կիլիկյան վերապահումով եմ ասում, որտեվ հայկական լեռնաշխարհից դուրս է, բայց մեր պետականության պատմության անկախտելի մասն է կազմում։ Ադրբեջանի մասին չնշեցիք, թե ինչ հայկական տեղանուններ կան, գիտեք, նորից գալիս ենք նույն չաչրկված թեման, երբ խոսում ենք այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կամ ամբողջ խնդիրը ըստիս թույլ տվեք նկատել, որ ամենավտանգավոր սուտը, որի մեջ մի փոքր ճշմարտություն կա, չէ՞, այսինքն այն ժամանակ այստեղ ապրել են մուսուլմաններ կամ թաթարներ, որոնք հետո կոչվեցին ադրբեջանցիներ եւ Ադրբեջանը հետին թվով, որ ինչպես օրինակ Սեֆյան դինաստիան համարում է, չէ, ադրբեջանական։ Ոչ միայն Սեֆյան դինաստիան, այլ նաեւ Ակկոյնլու, Կարակոյնլու թուրքմենական ցեղերի պատմությունը իրենց համարում, լեզգիների, ավարների, դարգիցիների պատմությունը, որպես այսպես կոչված հյուսային Կովկասի ժողովուրդների, որոնց աղվաններ ընդհանուր անվան տակ հանդես են եկել դերևս Ստրաբոնի ժամանակներից, դրանց եւս դրանց պատմությունն իրենցն է համարում, հայկական ու վրացական տարածքներն են սկսել արդեն իրենց համարել, վրացականը դա նորություններ իհարկե, իսկ ինչ վերաբերում է տեղանուններին, որը մարդիկ թող կարդան Երեմեևի թուրքերի ծագումը գիրքը։ Մարդը խորհրդային տարիներին գրել է գիրքը եւ տարբեր լեզուներով թարգմանվել, նաեւ հայերենով, որտեղ հստակ ասում է, որ թյուրքական ժողովուրդների հայրենիքը Ալթայի երկրամասն է, որտեղից նրանք 6-րդ դարում տեղափոխվեցին Միջին Ասիա, այնտեղից դուրս մղեցին իրանական տարրը, որոնց մղեցին, ստիպեցին այդ Ֆերգանայի հովտից, բարեբեր դաշտերից դեպի Պամիրի լեռնաշղթան, որտեղ մնացած իրանալեզու ժողովուրդների, այսպես ասած, շարավիղները ներկայիս տաջիկներն են, որոնք եւս խիստ, այսպես ասած, պատմությունից նեղված ժողովուրդ էին իրանալեզու, որտեղ իրենց պատմամշակութային ժառանգության մի զգալի ահռելի հատվածը իրենցից գնաց։ Որից հետո 11-րդ դարում ներխուժեցին ուրեմն հայկան լեռնաշխարհ եւ Փոքր Ասիա։ Հանրահայտ պատմություններ են սրանք։ Գթլմուշ եւ Իբրագիմ 1047-48-ին ներխուժեցին, 1054 Տուղրիլ, 1064 Ալփասլան, որը որ 1071 թվականին Պարտության մատնեց Մանասկերտի ճակատամարտում, Դիոգենեսին, որը գերի ընկավ եւ հետո փրկագնով ազատվեց բյուզանդացիների կայսրը, եւ 1074 թվականին հիմնեցին Իկոնիայի սուլթանությունը, որը չարիք դարձավ եւ պատմական Հայաստանի գավառների համար եւ հարևան Կիլիկիայի համար, որի հետ սկսեցին նրանք
հետագայում պայքարը, երբ կյանքի կոչվեց 1080 թվականին հայտնի Կիլիկիայի հայկական պետությունը, որից հետո նրանք ներխուժեցին արդեն Եվրոպա, 1299-ին ստեղծվեց Օսմանյան կայսրությունը, որը սկսեց ընդարձակվել արևմուտքից դեպի արևելք, արդեն անցել էր ընդեղից, սելջուկներից հետո եկան օսմանցիները, որոնք ներխուժեցին արդեն Եվրոպա, տեղի ունեցավ Մոխաչի ճակատամարտը, տեղի ունեցավ ուրեմն Կոսովոյի ճակատամարտը, Սերբիայի տարածք ներխուժեցին, հասան մինչև Մոխաչի ճակատամարտ 1525 Հունգարիայի տարածք եւ հրաշքով նրանք չկարողացան գրավել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, շնորհիվ գոնե Լեհերի թագավոր Յան Սոբեսկուն, որը եկավ 1683-ին, փրկեց ուղակի կործանումից այդ Եվրոպայի գոհարներից մեկը Ավստրիայի մայրաքաղաքը, այլապես այն կարժանանար նույն բախտին, ինչ 1453-ին արժանացել էր Կոստանդնուպոլիսը։ Այս է թուրքերի պատմությունը, որից հետո նրանք 1478-ին ներխուժեցին հայկական լեռնաշխարհ այս անգամ արդեն արևմուտքից, դուրս մղեցին այնտեղից Կարակոյունլու եւ Ակկոյունլու ցեղերին եւ հաստատեցին Օսմանյան տիրապետություն Արևմտյան Հայաստանի նկատմամբ, միաժամանակ վերել կապրեց նաեւ արևելքում արդեն Սեֆյան Պարսկաստանը, Շահ Իսմայիլը, որոնք բախվեցին 1512 թվականին, Շահ Իսմայիլը եւ Սուլտան Սելիմ Ահեղ առաջինը եւ 1512 թվականից ընդհատումներով մինչև 1550, հետո 1590, 1639, այսինքն Ամասիայի, Կոստանդնուպոլսի եւ հետո վերջում Կասրե-Շիրինի պայմանագրեր եւ հաստատվեց նրանց տիրապետությունը մեր տարածաշրջանում։ Աստիճանաբար այդ պատերազմների ընթացքում թուրքերը իրենց դավանակից սուննի քրդերին բերեցին, լցրեցին հայկական լեռնաշխարհ, առաջին խոշոր այսպես բնակեցումը տեղի ունեցավ 1514-ից հետո, երբ հյուսային Իրաքում քոչվորությամբ զբաղվող քրդական ցեղերի առաջնորդ Իդրիսին շահագրգռեցին, բերեցին Արևմտյան Հայաստան, ինչու, որովհետև նրանց տվեցին այսպես կոչված ղշլաղության իրավունք, դա նշանակում է, որ ձմռան ամիսներին քրդերն իրավունք ունեին ապրելու հայկական գյուղերում, հայերի հաշվին իրենց բազմականակ ոչխարներով հանդերձ։ Եվ միաժամանակ սահմանային ամբողջ գոտին, Բայազետի, Ալաշկերտի, Կարսի, հարավում մինչև Բաշկալե, այսինքն Վանի վիլայեթի արևելյան սահմանները վերցրեցին հսկողության տակ եւ 2-3 դարի ընթացքում մինչև 19-րդ դար քրդական տարրը սկսեց գերակշռել տարածաշրջանում եւ Արևմտյան Հայաստանը ժամանակի ընթացքում թուրքերը դարձրեցին Քրդստան։ Իսկ ինչ կասեք Արևելյան Հայաստանի մասին։ Ուրեմն ինչ վերաբերում Արևելյան Հայաստանում այդ process-ները ընթացան նաև այս տարածաշրջանում, իրանալեզու տարրը գոյություն ուներ այստեղ, բնականաբար սա Իրանի ազդեցության գոտին էր, ժամանակի ընթացքում թուրքալեզու տարրերը ներխուժեցին այստեղ, ասացի սկզբից սելջուկները, հետո եկան մոնղոլները, որոնք որ իհարկե թուրքալեզու չէին, բայց իսլամ ընդունելուց հետո աշճանաբար թուրքացան, այնուհետև Ակկոյունլու, Կարակոյունլու թուրքմենական ցեղերի նոր, այսպես ասած ալիք եկավ, 14-րդ դարի վերջին Լենգ Թեմուրը կենտրոնական Ասիայի շրջաններից, ներկայիս Ուզբեկստանի տարածքից եկան թեմուրիդները խառնվեցին եւ արդյունքում վերջում էլ արդեն իրանական այսպես ասած արքայատողմերը թուրքացան, դարձան թուրքախոս, ինչպես օրինակ Սեֆյանները, ինչպես Ավշարները, ինչպես Կաջարները, սրանք բայց դավանանքի հիմքի վրա հակադրվեցին սուննի Օսմանյան Թուրքիային եւ երկարատև ու արյունալի պատերազմներ ընթացան նրանց միջև։ Այս ասում եմ, եթե շիիզմը չնախընտրեին պարսիկների, այսպես ասած հաջորդները, այդ թուրքացման գործընթացը կբերեր հանգեցներ նրան, որ շիիզմի հիմքի վրա իրանական տարրն ու իրանական ինքնությունը չէր պահպանվի եւ գուցե Իրանի այդ ամբողջ հյուսային հատվածը այսօր դառնար գուցեև Թուրքիա կամ չգիտեմ նորաստեղծ Ադրբեջանի մասը, բայց շիիզմի հիմքի վրա նրանք հակադրվեցին այդ թուրքիզմին փաստորեն եւ այդ արդյունքում այսօր գիտեք, որ շիա եւ սուննի հակադրությունը բավական սուր է բոլոր դեպքերում աշխարհում, Սիրիայի, Իրաքի օրինակը դրա վկայությունն են, այնպես որ
տարածաշրջանը դիմախեղվեց էթնիկապես եւ էթնոկրոնական իմաստով, դարձավ խայտաբղետ, մոզաիկ խճանկար, որի արդյունքում գնալով հայ բնակչության թիվը գնալով պակասեց եւ միշտ օգտագործելով այս արտահայտությունը ասում են, որ մեր ողնաշարը կոտրվեց ուշ միջնադարում, երբ որ օտար էթնիկ տարրերը եւ կրոնական հանդրույթները ներխուժեցին մեր պատմական հայրենիք, թե Արևելյան Հայաստան, թե Արևմտյան Հայաստան։ Արևելյան Հայաստանում, այսպես ասած, արևելյան թուրքերի ազդեցությունն էր, թուրքմենական, հետո արդեն պայմանականորեն մուսուլման բառն էին գործածում ադրբեջանցիների հասցեին, հետո գործածեցին կովկասյան թաթարներ եզրույթը, եւ որը հետագայում արդեն գիտեք խորհրդային տարիներին Ստալինյան սահմանադրության ընդունումից հետո շատ խորամանկ ձևով քաղաքական նպատակներ հետապնդելով Իրանի հյուսիսը անջատելու նպատակ ունենալով իրանական Ատրպատականի անունը բերեցին, դրեցին ներկա Ադրբեջանի տարածքների Շիրվանի վրա դրեցին, տեղակայեցին, իսկ ինչ վերաբերում է մեր տարածքներին, ամբողջ Արցախի եզրաբանությունը, տեղանվանաբանության նայեք, Սխտորաշենից մինչև, չգիտեմ, Մյուրիշեն հայկական անուններով լեփլեցուն անուններ, Գանձակի շրջանը ուտիքը, հենց Գանձակ բառը ինքը եւս ներկայիս Գյանջան, որ թուրքական Գյանջա դառավ որտեղից էր դա, բնականաբար մեր Գանձակներ մինչև Ծովեզերք, այսինքն խոսքը Կասպից ծովի մասին է, դրա մասին մեր աշխատակիցներից պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը մենագրություն է պատրաստել, ես խմբագրել եմ այդ մենագրությունը, հաստափոր 1200 էջանոց աշխատություն է շուտով դրվելու սեղանին, որը կոչվում է Արեստացին Ադրբեջան պետության պատմությունը։ Իսկ Բաքուն ինչ ծագում ունի, պարոն Մելքոնյան։ Դե գիտեք, կես ավանդական, այսպես ասեմ, բացատրություն գոյություն ունի, Բաքուշ հայկական անվան Բաքուրաշեն բացատրությունը գոյություն ունի եւ որը բնականաբար իր մեջ կարող է նաև ճշմարտության այսպես ատաղ պարունակել, որտեվ ես ինքս լեզվաբան չեմ եւ չեմ կարող հստակ պնդել դրա բացատրությունը, բայց որ որևէ այսպես ասած կապ չունի դա թուրքալեզու հանրության հետ, դա միանշանակ է, որտեվ նա ավելի վաղ արդեն կար, քան թուրքական այսպես տարրը էթնիկ այդ տարածաշրջանը պիտի սկսեր յուրացնել։ Եվ վերջին հարցերը, իհարկե մեր զրույցը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցավոք սահմանափակ է։ Նիկոլ Փաշինյանի եւ Պապ Թագավորի միջև համեմատությունների մասին ինչ կասեք, տեսնում եք զուգահեռներ։ Եվս մի արդի հարց։ Գիտեք, ես պատմաբան եմ եւ նման զուգահեռներ անցկացնելու բացարձակ հիմքեր չունեմ։ Այն, որ Պապ Թագավորի անձի կերպարի նկատմամբ վարչապետի կողմից կա ընդգծված համակրանք, սա փաստ է, բայց ինչպես կարող ենք վաղ միջնադարի եւ նորագույն դարաշրջանի քաղաքական գործիչների միջև զուգահեռներ անցկացնել։ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի եւ այլ առումներով բնականաբար գիտեք եկեղեցու հետ կապված ներկա վիճակը։ Թույլ տվեք, սիրելի Արամ, ասել, որ հարցը գիտության, այսպես ասած, հարթության մեջ չէ եւ դրա համար դրան պատասխանել ինձ թվում է անշնորհակալ գործ կլինի։ Համենայն դեպս ինչ վերաբերում է իրական Հայաստան, ոչ իրական Հայաստան, հայոց պատմություն, Հայաստանի պատմություն, այս մոտեցումներին ես գիտական բացատրություն տալով միշտ տարբեր եթերներում դրա մասին խոսել եմ եւ դա համարում եմ իմ մասնագիտական խնդիրը եւ ցավում եմ այն բանի համար, որ մասնագիտական կարծիքը զարմանալիորեն մեզանում հարգված չէ, ոչ խորհրդային տարիներին, ոչ հանրապետության 3 նախագահների օրոք, ոչ էլ ներկա վարչապետի պաշտոնավարման շրջանում։ Առիթ եմ ունեցել կրկնելու, խորհրդային տարիներին էլ Ըմբոստանում ընդվզում էի, շատ երիտասարդ տարիքում, խոսում էի այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի դեմ, որը խայտառակություն էր 2000-ականների սկիզբ, խոսում էի Ցյուրիխյան արձանագրությունների դեմ, բազմաթիվ նյութեր կան իմ համացանցում եւ հիմա էլ խոսում եմ այն մասին, որ հայոց պատմությունն ավելի ճիշտ է եւ իրական Հայաստանը դա մեր պատմական հայրենիքն է իր ամբողջության մեջ, բայց մենք հասկանում ենք իրողություններ եւ իրականություն, դրանք պետք է ստերեոտին զանազանել միմյանցից եւ հասկանալ, որ
պատերազմի հրձիկ այսօր այս վտանգավոր պարագայում նման սխալ մոտեցումներով չի կարելի թույլ տալ։ Ես Երևանի մասին մոռացա հարցնել, Ալիևը 2020 թվականի Մյունխենի համաժողովի ժամանակ Փաշինյանն այսպիսի մի բան ասաց, որ Երևանը մենք ենք տվել Հայաստանի Հանրապետությանը կամ մենք ենք թույլատրել, այսպիսի մի միտք արտահայտեց 1918 թվականին այն ժամանակաշրջանում, երբ Բաքվում հայերն էին եւ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ ինչ հիմքեր ունեն Ալիևի այդ 1918 թվականի մայիսի վերջին իբր երբ որ թուրքական ագրեսիան արդեն հասել էր մինչև Արարատյան դաշտ Սարդարաբադի ճակատամարտի նախօրյակին Թիֆլիսում խոսակցություն է եղել Անդերկովկասյան Սեյմի ղեկավարության թաթար եւ հայ ղեկավարների միջև Ռասուլզադեի, Խանխոյսկու մի կողմից, մյուս կողմից Ալեքսանդր Խատիսյանի եւ Քաջազնոնու։ Խատիսյանն ու Քաջազնոնին որպես գործընկերների այդ նույն Սեյմում կողքի մի քանի ամիս, այսպես ասած, որպես երեսփոխան падգամավորներ աշխատած անձնավորություններ դիմել են թաթար падգամավորներին ասելով, որ ձեր արունակիցներն են սկսել գրող եւ ներխուժել են Հայաստան, նաեւ Արևելյան Հայաստան։ Գուցե դուք միջնորդ հանդիսանաք, որ ագրեսիան թուրքական դադարեցվի այլևս առաջ չգան։ Եվ այդ պարագայում իբր ադրբեջանցիները պատմություն են հորինել, նաև ապագա Հայաստանի մայրաքաղաքի մասին խոսք է գնացել։ Եվ Խանխոյսկին եւ Ռասուլզադեն ասել են, որ դուք հայերդ քանի որ քաղաքային մշակույթին անհաղորդ ժողովուրդ եք, իբր մենք ենք կոչվորել, ոչ թե իրենք, մենք մեր Երևան քաղաքը մեծահոգաբար զիջում ենք ձեզ։ Եվ արդյունքում ստացվել է այնպես, որ իրենք Երևանը զիջել են մեզ եւ արդյունքում մենք ունեցել ենք քաղաքային մշակույթ ներկայացնող Երևան քաղաքը որպես Հայաստանի մայրաքաղաք։ Այն դեպքում, երբ որ 18 թվականի մայիսի վերջին իրենք մայրաքաղաք չունեին, ինչու, որովհետեւ Բաքուն գտնվում էր բոլշևիկների ձեռքում, Բաքվի կոմունան կար, հետո Ցենտրոկասպիի կառավարությունն եկավ, Նուրի Փաշայի շնորհիվ, այո, միայն սեպտեմբեր ամսին թուրքերի ձեռքն անցավ Բաքուն եւ դարձավ նորաստեղծ Ադրբեջան կոչված հանրապետության մայրաքաղաք։ Իսկ մինչ այդ իրենք մայրաքաղաք էին հռչակել մեր ուտիքի կենտրոն Գանձակը, չէ՞։ Իրենց ասած Գյանջան։ Այն ժամանակ Ելիզավետ Պոլեր կամ Այո, դրանից առաջ Ելիզավետ Պոլեր իհարկե ռուսական տիրապետության շրջանում, բայց դրանից առաջ Գանձակն էր, որ ադրբեջանցիները իրենց թուրքական հնչեղությամբ անվանում էին Գյանջա։ Այսինքն հայ ժողովուրդը հնարավորություններ ընդհանրապես կանխելու Ադրբեջան պետության ստեղծում էր, ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն դա շատ բարդ խնդիր է, չէր կարող դա անել իհարկե։ Ձեր հարցը ինձ հիշեցրեց Սիմոն Վրացյանի խոսքը, ասում է, երբ որ 1915-ի մասին խոսում են, թե արդյոք մենք կարող ենք ցեղասպանությունից խուսափել, Վրացյանը հետաքրքիր խոսք ունի, ասում է, այդ հարցի շուրջ դեռ հարյուրամյակներ մարդիկ վիճելու են, թե մենք մեղքի բաժին ունեինք, թե չէ դրանում, մենք կարող էինք ցեղասպանությունը շրջանցել։ Ասում է, իհարկե ոչ, որովհետև մեր միակ մեղքը այն էր, որ մենք չկանխեցինք առաջին համաշխարհային պատերազմը։ Չէինք կարող պատերազմը կանխել, բնականաբար հասկանալի է, բայց եթե կար մեծ թուրան ստեղծելու ծրագիր դեռ 19-րդ դարի վերջերից, մենք այդ ծրագրի դեմ առնել չէինք կարող, որտեղ աշխարհաքաղաքական մեծ ուժեր էին կանգնած դրա հետևում։ Եվրոպայից սկսած ասիական որոշ երկրներով ու ժողովուրդներով հանդերձ, որոնք թուրքական տարը ուժեղացնելու տարբերակով ռումբ էին տեղադրում Ռուսաստանի տակ, իսկ մենք դառնում էինք այդ քաղաքականության առաջին զոհերից մեկը։ Եվ բնականաբար կանխել դա հնարավոր չէր եւ ինչ կարողություններ պիտի Հայաստանն ունենար Եղեռնից անմիջապես հետո, որ կանխեր Ադրբեջան պետության ստեղծումը, որը որ թելադրված էր Թուրքիայի կողմից, Մեծ Բրիտանիայի կողմից, ինչու՞ չէ նաև հրեական որոշ ազգայնական շրջանակների կողմից։ Բայց Բաքվի կոմունային նաև դաշնակցական ջոկատներ են օգնում։ Այո, դրա համար դա հասկանալով կողքի նրանք կռվում էին թուրքական ագրեսիայի դեմ, սկսած դեռևս հունիս-հուլիս ամիսներից մինչև սեպտեմբեր ամիս։ Եվ իմ վերջին հարցը կրկին պոպուլյար եւ վարդյական հարցերի շարքից հուսով եմ, որ կպատասխանեք դրան։ Այս սոցցանցերում այսպիսի պոպուլյար հարց է շրջանառվում, թե ինչ կասեր Տիգրան Մեծը, եթե տեսներ
Նիկոլ Փաշինյանին եւ գար այսօրվա Հայաստան։ Տեսեք, պատմաբանին ուղղեք պատմական գիտական հարցեր խնդրում եմ։ Քաղաքական է հարցը շատ եւ էպոխաների ահռելի տարբերությունը հնարավորություն չի տալիս, որ ձեզ ինչ ասեմ, խելամիտ պատասխան տամ ես ձեզ։ Հասկանում եք։ Բնականաբար Տիգրան Մեծից հետո այնքան ջուր է հոսել մինչև այսօրվա իրականությունները, բայց ինչու չենք ասում, որ Տիգրան Մեծից հետո նրա հաջորդները այդ պետականությունը փոքրացրել, նվաղացրել, մեծ հայքի սահմաններով են սկզբում սահմանափակվել, հետո Բագրատունիների շրջանում կենտրոնական Շիրակի եւ այսպես ասած միջնաշխարհով են սահմանափակվել, ել չեմ ասում դրանից հետո էլ կորցրել են պետականությունը բուն հայրենիքում եւ միայն 1918-ին վերականգնել են Արևելյան Հայաստանի մի փոքրիկ հատվածի վրա, ոչ ամբողջ Արևելյան Հայաստանի։ Բնականաբար Տիգրան Մեծը կմեղադրեր մի ամբողջ սերունդների, որոնց մեջ նաև մենք բոլորս ենք, մինչև կհասներ այսօրվա իրականություն, դառը իրականություն։ Բայց գրական լեզվով քննադատեր, թե գուցե կանցներ ավելի մենք չենք կարող ասել այն ժամանակին, որ լեզուներ, բնականաբար ոսկեղենիկ գրապարա պետք է լիներ եւ շատ պատկերավոր կլիներ դա։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Մելքոնյան։ Նմանապես, շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, պատմությունը սոսկ ժամանակագրություն չէ, պատմությունը ազգի ու ժողովրդի անցյալն է, նրա կենսագրությունը, որի վրա հիմնվում է ներկա իրականությունը, որևէ երկրի ու պետության պատմությունը ընդհանրապես փիլիսոփայություն է ու մտածողություն։ Պատմությունը հպարտության մեծ աղբյուր է, ժամանակի մեքենա, որը թույլ է տալիս պատմության դասագրքի էջերով ճանապարհորդել հարյուրավոր ու հազարավոր տարիների հեռավորության վրա։ Պատմությունը նաև կենսափորձ է, որը հնարավորություն է տալիս տեսնել ու կանխատեսել ապագան, իսկ ովքեր չեն հիշում կամ անտեսում են պատմությունը, դատապարտված են դրա կրկնությանը։ Սա դարերով փորձված ճշմարտություն է։ Մենք զրուցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն պատմաբան Աշոտ Մելքոնյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։